10 պատվիրաններ Աստծո կողմից մարդուն տրված պատվիրանների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում 10 պատվիրանները կամ տասնաբանյա օրենքը, որոնք Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա և տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա։ Այս պատվիրանները հոգևոր օրենքներ են, որոնց պետք է հետևեն մարդիկ աստվածահաճո կյանքով ապրելու և մեղքերից հեռու մնալու համար։ Դրանցով էին շարժվում հին ուխտի բոլոր մարգարեներն ու առաքինասեր մարդիկ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս հաստատեց օրենքի կարևորությունը, սակայն ասաց, որ ինքն է լրումը և ամբողջացումն օրենքի։ Քրիստոսով ոչ միայն ամբողջանում և նոր իմաստ է ձեռք բերում օրենքը, այլև բացահայտվում է նրա բուն նպատակը՝ նախապատրաստել մարդուն ընդունելու Քրիստոսի փրկության լույսը և սիրո օրենքը։ Լեռան քարոզում Տերն էապես նոր մեկնաբանություն է տալիս օրենքին և ցույց տալիս քրիստոնեական նոր պատվիրանապահության հիմնական տարբերությունը հին օրինապահությունից։ Տիրոջ պատվիրանները պահելը և մարդկանց պատվիրանապահության հորդորելը հոգևոր կյանքի կարևորագույն խնդիրներից մեկն է, և յուրաքանչյուր քրիստոնյա ոչ միայն պետք է գիտենա այդ պատվիրանները, այլ նաև սեփական փորձառությամբ իրագործի իր կյանքում։ Այս 10 պատվիրանները և նրանց մեջ ընդգրկված բոլոր ենթակետերը մեզ մշտապես հիշեցնում են, որ մեր կյանքը մեծագույն աստվածային պարգև է, այն պատկանում է Արարչին և ոչ թե մեզ։ Աստված ցանկանում է, որ մենք հեռանանք մեղքից և հոգևոր կյանքով ապրենք, սակայն հոգու վեհությունը տեսնում և գիտակցում են նրանք, ովքեր ձգտում են կատարել Տիրոջ կամքը պատվիրանապահությամբ, մեղքերի դեմ պայքարելով, փորձությունների և դժվարությունների համբերելով հանուն հանդերձյալ բարիքների և հավիտենական կյանքի։ Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։ Առ Աստված ճշմարիտ հավատքը հիմքն է հոգևոր կյանքի։ Հավատքով ոչ միայն սկզբնավորվում է Աստծո և մարդու հարաբերությունը, այլև նրանով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Ըստ եկեղեցու վարդապետների, հավատքն Աստծուց պարգևվող շնորհ է, որը զորացնում է հոգին ճանաչելու Աստծուն։ Հավատքով մենք հարաբերության մեջ ենք մտնում Աստծո հետ, ճանաչում նրան, որ վեր է ամեն տեսակ ճանաչողությունից և անհասանելի մարդկային բնության համար։ Հավատքի առաջին աստիճանը կամ տեսակը դավանական հավատքն է կամ հավատքի դավանությունը։ Այս է հաստատում Սուրբ Աթանասը. Աստծուն ճանաչելու առաջին տեսակը ճշմարիտ հավատքի դավանությունն է։ Դավանել նշանակում է ընդունել, հավատարմություն խոստանալ, խոստովանել, վկայել որպես ճշմարտություն և հաստատել այն, ինչի հավատում ես։ Իսկ դավանությունը հավատքի հիմնական սկզբունքների ամբողջությունն է, որին պետք է ամբողջ սրտով հավատա ամեն մի քրիստոնյա։ Դավանել նաև նշանակում է խոստովանել և վկայել բերանով, քանի որ սրտով հավատում եք արդարանալու համար և բերանով խոստովանում փրկվելու համար, քանզի այս է Գիրքն ասում. «Ամեն ոք, ով հավատա նրան, չի ամաչի»։ Ահա թե ինչու ամեն օր եկեղեցում բարձրաձայն արտասանվում է հավատո հանգանակը։ Դավանական մաքրության հարցերը մշտապես եղել են եկեղեցու ուշադրության կենտրոնում։
Եվ հայրերը, պայքարելով զանազան հերձվածների և աղանդների դեմ, իրենց աստվածաբանական գրվածքներով մշտապես կրթել ու լուսավորել են հավատացյալների հոգիները և զերծ պահել վտանգավոր շեղումներից։ Դավանական մաքրությունը նրանց կողմից համարվել է քրիստոնյա լինելու անհրաժեշտ նախապայման։ Հավատքի մաքրություն է պահանջվել յուրաքանչյուր մկրտվող մեծահասակից, փոքրի դեպքում կնքահորից և առավելապես մկրտող հոգևորականից, որը պետք է ուսուցանի և նախապատրաստի մկրտվողին։ Այս է վկայում Մաշտոց ծիսարանում մկրտությունից առաջ քահանային ուղղված խրատը. «Մինչև չափահասի մկրտությունը, որը կամենում է քրիստոնյա լինել, պետք է նրան ուսուցանել Սուրբ Եկեղեցու հավատքը և վարդապետությունը, այսինքն աստվածային անձերի երրորդությունը, աշխարհի արարչագործությունը, սուրբ այրերի ընտրությունը, Քրիստոսի ծնունդը և նրա բոլոր փրկարար տնօրինությունները, մկրտությունը Հովհաննեսից, քարոզությունը, հրաշագործությունները, մատնությունը, խաչելությունը, մահը, թաղումը, հարությունը, համբարձումը, Սուրբ Հոգու գալուստը, Հիսուսի երկրորդ գալուստը, համընդհանուր հարությունը, գործերի հատուցումը և Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդները»։